Արդյոք ջրհեղեղը իրականում եղել է։ Շատերը կարծում են, թե Աստվածաշնչում ներկայացված մեծ ջրհեղեղը պարզապես առասպել է։ Բայց այստեղ կա մի շատ հետաքրքիր փաստ։ Ջրհեղեղի պատմությունը առկա է ոչ միայն Աստվածաշնչում, այլ աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ, բացարձակապես տարբեր աշխարհամասերում։ Օրինակ Միջագետքում կա Գիլգամեշի պատմությունը, Հին Հունաստանում Դևակլյոնի պատմությունը, Հնդկաստանում Մանուի պատմությունը, իսկ Չինաստանում մեծ ջրհեղեղի մասին ավանդությունները։ Ջրհեղեղի մասին պատմություններ կան նույնիսկ Ամերիկայի բնիկ ժողովուրդների մոտ, եւ ամենահետաքրքիրը այն է, որ այս պատմությունները ունեն նույն հիմնական դետալները։ Գրեթե բոլորում առկա են աստվածային դատաստան, մեծ ջրհեղեղ, մեկ արդար մարդ, նավ կամ փրկության միջոց եւ մարդկության նոր սկիզբ։ Այս ժողովուրդները չեն կապվում միմյանց հետ, չեն կիսում նույն մշակույթը, բայց պահել են նույն հիշողությունը։ Սա պատահական չէ։ Երբ տարբեր ժողովուրդներ պատմում են նույն իրադարձությունը, ամենատրամաբանական բացատրությունը այն է, որ այդ իրադարձությունը իրականում տեղի է ունեցել, եւ նրանք ներկայացնում են նույն պատմական հիշողությունը։ Սակայն դարերի ընթացքում իրենց մշակույթին համապատասխան որոշ առանձնահատկություններով եւ ձոնված միֆական դետալներով։ Աստվածաշունչը ներկայացնում է ոչ թե առասպել, այլ մարդկության հնագույն հիշողությունը։ Մեծ ջրհեղեղը պարզապես պատմություն չէ, այն հետք է, հետք մարդկության ընդհանուր անցյալից։